Ձեր մտահոգությունը փարատեմ կոմերցիոն գույքի հարկման այլ բան կա, շկալա կա, այս նախագիծը դրան չի անդրադառնում։ Այստեղ կոնկրետ սա վերաբերում է բնակարաններին, նույնիսկ այնտեղ առանձին շկալա կա, որը վերաբերում է կարծեմ առանձնատներին, եւ սա կոնկրետ բնակարանների մասին է եւ բնակարանների որպես անշարժ գույքի հարկման մասին է, սա մեկ։ Երկրորդ ասում եք 200 միլիոն, լավ, եթե հիմի օրինակ դրա վերևի սանդղակը 100 միլիոն դրամից մինչև 200 միլիոն այսպես տիրույթն է, եւ այո, այս տիրույթում կենտրոնի բնակարանները, կենտրոնում գտնվող բնակարանները հիմնականում հենց այս տիրույթում են։ Ասում եք ինչու է 200 միլիոն եւ ավելը թողել եւ նախորդ օրինակ չես ասում մինչև 50, ես ասում եմ ես նայել եմ իմ սիրողական մակարդակով վերլուծել եմ տարբեր կայքերում բնակարանների գները հիմա այս պահին կենտրոնում ոչ նորակառույցների հատուկ եւ այո այդ հաշվարկները որ ես բերում եմ դա հենց նենց չի երկու սենյականոց կենտրոնում բնակարանները մոտավորապես փոքր կենտրոնում 350,000-ից 400,000 դրամ տարեկան գույքահարկ է կազմում ոչ նորակառույցները Հիմա ասում եմ, ես մտածում եմ, որ այո, տատիկներն ու պապիկները պայմանական որ ասում ենք, հենց այդտեղ են ապրում։ Եվ այդ բնակարանների առաջացող գույքահարկը եւ այդ մարդկանց թոշակը, օրինակ, այդ մի խնդրի վրա նայենք միջև վերջ, համարժեք չի, տանելի չի, որտեղ թոշակը, եթե նվազագույն թոշակը 36,000 է, գույքահարկն էլ 35,000 ամսեկան։ Տանելի չի, պարզ բան չեմ ասում։ Հիմա այդ մարդը չի վճարելու։ Մենք ինչ ենք ասում, կամ սոված մնա կամ իդեպ ասեմ ձեր քաղաքական թիմից մի մասն ասում էր թող վաճառեն այդ գույքերը։ Վաճառեն գնան ասենք, չգիտեմ որտեղ ապրեն։ Բայց այս բան մարդը մարդուն այն կառաջարկի, պապենական տուն, օջախ, վաճառի, որովհետև ես գույքահարկը ունեցեմ բարձրացրել, դու տակից դուրս չես գալի, բայց անելու բան է։